Բարև ձեզ, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հետևում են մեզ Armenpress լրատվական գործակալության մամուլի կենտրոնում, այսօր հյուրընկալել ենք Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին, բարև ձեզ պարոն Մելիքյան, շնորհակալություն, որ այստեղ եք։ Այսօր պարոն Մելիքյանը կներկայացնի 2026 թվականի առաջին եռամսյակային զեկույցը Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու զանգվածային լրատվամիջոցների իրավունքների խախտումների վերաբերյալ, այնուհետև կշարունակենք հարցերով, խնդրեմ։ Շնորհակալություն հրավերի համար։ Ես այսօր Armenpress-ի սրահ եմ եկել լավ լուրով, այն է 2026 թվականի առաջին եռամսյակի ընթացքում լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքների խախտումների քանակը բոլոր կատեգորիաներով նվազել է, եթե մենք համեմատենք անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ։ Մենք դրան դեռ կանդրադառնանք, իսկ ասեմ, որ առաջին եռամսյակի ընթացքում ընդհանուր առմամբ բոլոր կատեգորիաներով խախտումների թիվը 30-ն է, երևի թե իմաստ ունի այդ կադրը ցույց տալ։ Այդ 30 խախտումներից մեկը ֆիզիկական բռնություն է, 7-ը տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ եւ 22-ը տարատեսակ ճնշումներ են, դրանք կարող են լինել սպառնալիքներ, դրանք կարող են լինել Facebook-յան ուրեմն վիրավորանքներ, զրպարտություն եւ այլն եւ այլն։ Եվ հետաքրքիրն այն է, որ այդ վիրավորական արտահայտությունները, սպառնալիքները, որոնք որ այդ եռամսյակի ընթացքում արձանագրել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, դրանք 8-ն են եւ դրանցից 7-ը իշխանության ներկայացուցիչների կողմից են եղել եւ այս առումով իհարկե բավականին մտահոգիչ է այդ փաստը։ Պետք է ասել, որ եռամսյակի ընթացքում նաև ավելացել են դատական գործերի քանակը, այսինքն կարելի է այսպես ձևակերպել, որ այդ ինտենսիվ հոսքը ընդդեմ լրագրողների եւ լրատվամիջոցների նոր դատական հայցերի պահպանվել է։ Եվ դա նույնպես կարելի է համեմատել նախորդ տարվա հետ, իսկ այստեղ ուրեմն այն թվերն են, որոնք որ ես ներկայացեցի, եթե համեմատում ենք նույն ժամանակ անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, տեսնում ենք, որ եւ ֆիզիկական բռնությունների առումով, եւ տարատեսակ ճնշումների առումով, եւ հատկապես տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների առումով շեշտակի այսպես հատկապես այդ երրորդ կատեգորիայով շեշտակի նվազում է արձանագրվել եւ Եթե կարելի է թվերը կբարձրաձայնեք, որտեղ կրկին ուրեմն ֆիզիկական բռնությունները այս եռամսյակի ընթացքում եղել է մեկը, նույն ժամանակաշրջանում անցած տարվա 2-ն էր, տարատեսակ ճնշումները լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ այս եռամսյակում 22-ն էր, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում 25-ն էին եւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքը 7 խախտում այս եռամսյակի ընթացքում են արձանագրել եւ 29-ը անցած տարվա առաջին եռամսյակի ընթացքում, այսինքն այս թվերը վկայում են բավականին այսպես մեծ տարբերության մասին եւ իսկապես այս առումով մենք կարող ենք ասել, որ 2026 թվականի առաջին եռամսյակը բավականին հարաբերական հանգիստ է եղել, անդոր է եղել։ Հիմա անցնենք երևի մյուս սլայդին, դա հասմիկ մյուս սլայդը խնդրում եմ, դա դատական գործերի քանակն է, առաջին եռամսյակի ընթացքում, ինչպես արդեն ասացի, 14 նոր դատական հայց է ընդդեմ լրագրողների եւ լրատվամիջոցների, նույն ժամանակահատվածում անցած տարվա 13-ն էին, այսինքն մոտավորապես նույն քանակի է եւ եթե մենք սա համեմատում ենք նաև անցած տարվա այլ եռամսյակների հետ, տեսնում ենք, որ այդ ինտենսիվությունը մեծ հաշվով պահպանվում է եւ
դա մնում է խնդիր, եթե մենք այս 17 հայցերը ավելի մասնավոր դրանց անդրադառնանք, էլի ըստ կատեգորիաների բաժանենք, ապա դրանցից համարյա կեսը 6-ը պաշտոնյաների կողմից է ներկայացված։ Երկուսը բիզնես ոլորտի ներկայացուցիչների կողմից են, երկուսը լրագրողների, այսինքն այստեղ լրագրողները ընդդեմ լրագրողների են հայցեր ներկայացրել, մեկը ընդդիմադիր գործչի կողմից է եւ 3-ը քաղաքացիների, ընդ որում այդ 3 քաղաքացիներից 2-ը ընդդիմադիր գործչի փոխկապակցված անձինք են։ Ինչ է զրպարտություն է։ Բոլոր դատական գործերը վիրավորանք եւ կամ զրպարտություն են, ի տարբերություն նախորդ տարվա, երբ բացի վիրավորանքի եւ զրպարտության հիմքով ներկայացրած հայցերը նաեւ կային այլ տեսակի, ասենք հեղինակային իրավունքի հետ կապված հայցեր մի քանիսկ կային, այս տարի բոլորը անխտիր վիրավորանքի եւ զրպարտության հիմքով են։ Ինչպես ես ասացի, ֆիզիկական բռնության դեպքը մեկն է եղել եւ դա տեղի է ունեցել խորհրդարանում, երբ բավականին այսպես վիճահարույց հիմնավորումներով հավատարմագրումից զրկված լրագրողին ուրեմն անվտանգության ծառայության աշխատակիցների ուժի գործադրմամբ հեռացրեցին խորհրդարանից, դա մինչև հիմա լրագրողական համայնքի ներսում էլ տարաբնույթ բանավեճերի դեպք է տալիս, բայց մենք այս առիթով ի սկզբանե հայտարարությամբ ենք հանդես եկել եւ այսպես կասկածի ենք ենթարկել հիմնավորվածությունը առ այն, որ այդ լրագրողը ուրեմն հավատարմագրումից զրկվել էր եւ կարծում ենք, որ այս առնչությամբ դեռ այսպես մենք ուշադիր կհետևենք զարգացումներին, հատկապես որ այդ լրագրողը առաջին ատյանի դատարանում այդ որոշումը վիճարկելիս հաջողության է հասել։ Ուրեմն հետարքիր դիտարկում եղավ այս երամսյակի ընթացքում, դիտարկող երամսյակի ընթացքում, ուրեմն նախկինում հարուցված քրեական գործերը, որոնք առնչվում են լրագրողների եւ օպերատորների հանդեպ ֆիզիկական բռնություններին, ուրեմն կա 9 դեպք, երբ որևէ հանգուցալուծում դեռ չի ստացել գործը, թեպետ քրեական հետապնդումը, ասենք, կարող է հարուցված լինել դեռ 22 թվականին, այսինքն հիմա տեղաշարժ չկա եւ մենք շարունակում ենք հետևել այդ բոլոր ուրեմն գործերին եւ հարցումներ ենք ուղարկում մասնավորապես դատախազություն, իրավապահ մարմիններ եւ առայժմ այսպես պատասխանը բավականին անորոշ է, որ շարունակվում է քննությունը գործի, տեսնենք թե ինչքան կշարունակվի եւ ինչքան ծանրաբեռնվածությունն է պատճառը, թե ինչ որ միտում եք տեսնում։ Ես կարծում եմ, որ եւ նա կան դեպքեր, երբ իսկապես ծանրաբեռնվածությունն է պատճառը, կան դեպքեր, որ զգացվում է հովանավորչությունը եւ այս առումով իհարկե մտահոգություն ունենք, շարունակում ենք ուշադիր հետևել այդ ընթացքին եւ հանրությանը կտեղեկացնենք նորություն լինելուն պես։ Հետաքրքիր է տեղեկություններ ստանալու տարածելու իրավունքների խախտումների, այս նկատելի նվազումը ինչով է պայմանավորված։ Ես կարծում եմ, այստեղ երկու հիմնական պատճառ կա։ Նախ իսկապես այդ խնդիրների մասին բավականին շատ էր բարձրաձայնվում, այդ խնդիրներով նաև պետական մարմիններն էին զբաղվում եւ կարծում եմ շարունակում են զբաղվել, որովհետեւ իրենք են նկատում այդ խնդիրները եւ բացի դա կա միտում այդ ամենը թվային
դիրույթում հասանելի դարձնելու շատ տեղեկություններ, հատկապես օրենքը ընդունելուց հետո, որ հարթակ է ստեղծում, այդ տեղեկատվական համակարգն է թվային ստեղծում եւ այլն, դա կարող է օգտակար լինել իրավիճակի բարելավմանը, բացի այդ նաև, ինչպես ես արդեն ասացի, իշխանությունների առջև շատ հաճախ է այդ հարցը դրվում ոչ միայն լրագրողական հանրության կողմից, նաև հենց պետական մարմինները իրենք են որոշ առումով ակտիվություն արդեն այդ ուղղությամբ ցուցաբերում, ես տեղյակ եմ տարբեր մամուլիկ հարտուղարների հետ աշխատանքներին, ես տեղյակ եմ որոշ կադրային փոփոխություններին կամ համալրումներին այդ օղակների, բայց սա այսպես ընդհանրապես դիտարկումներ են եւ որևէ երաշխիք ես չեմ կարող այսօր տալ, որ այս դրական պատկերը շարունակվելու է։ Այդ դեպքում կան դեպքեր, որ օրինակ շարունակում են լղոզած պատասխանել կամ 5 օրյա այդ ժամկետն են։ Թեկուզ քիչ, բայց դրանք կային, օրինակ մենք ունենք նույն այդ լղոզված պատասխանները երկու այդպիսի դեպք արձանագրել ենք, երբ լրագրողները իրենց հարցումը եւ պետական մարմնի պատասխանը ուղարկում են, տեսնում ես, որ իսկապես ձևական բնույթ է կրում այդ պատասխանը, 3 դեպք է արձանագրել, երբ առհասարակ անհիմն մերժում է եղել, այսինքն պատասխանել են, բայց ասել են, որ մենք չենք տալու այս տեղեկությունները, հղում կատարելով այդ ավանդական գաղտնիքին, չգիտեմ, առևտրային, կոմերցիոն եւ այլն, բայց տեսնում ես, որ այդ տեղեկությունը ամենևին էլ գաղտնիք չի պարունակում, կամ եթե պարունակում է, մասամբ է պարունակում, այսինքն այն մասը հարցման, որը որ այդպիսի գաղտնիք պարունակում է, պետք է փակ տվյալով, այսինքն փակ ձևով լիներ, իսկ որը որ հանրայնացնելու կարիք ունի եւ այդ նշանակությանը դա պետք է տրամադրել, ինչը չեն արել, ուղղակի տեսել են, որ այս մի մասը գաղտնիք պարունակում է, ուրեմն կարելի է առհասարակ ոչինչ չտրամադրել։ Եվ երկու հարցում էլ մենք ունեցել ենք արձանագրել ենք առհասարակ անպատասխան թողնելը, այսինքն նույնիսկ չեմ պատասխանել, որ չեմ տրամադրել ի տարբերություն իմ նախորդ բերած օրինակների, եւ նաեւ արձանագրվել են դեպքեր, երբ անհիմն այդ 30 օրվա ժամկետն են ուզել, օրինակ 5 օրյա ժամկետում պետքա տեղավորվեին ուղարկեին, այդ 5 օրում իրանք տեղեկացրել են, որ իրենց 30 օր է պետք, հետո ասել են, որ ձեր հայցած տեղեկությունը ուրեմն գաղտնիք է պարունակում, դրա համար չենք տրամադրում։ Այսինքն այդ 30 օրյա ժամկետի չարաշահումը, այո, օրենքում դա նախատեսված է, բայց նախատեսված է նաև այն, որ պետական մարմինը պետք է տեղեկացնի, թե ինչ աշխատանքներ պետք է կատարի, այսինքն այդ հարցումը ուղարկողը պետք է հասկանա, ինչի համար է այդ 30 օրը պահանջում կամ խնդրում պետական մարմինը, ինչը որ չի արվել։ Բայց ես գրեթե բոլոր դեպքերը մեկնաբանեցի, շատ քիչ էին, բայց այդպիսի անհիմն մերժումներ, լղոզված պատասխաններ, անհիմն 30 օր պահանջել, այդ բաները կան, ուղղակի դրանց քանակը նվազել է։ Եվ եթե մենք անդրադառնանք միջազգային կառույցների գնահատականներին, ապա ուշագրավ էր այդ երամսյակի ընթացքում Freedom House-ի հրապարակած զեկույցը, դա եղել է մարտի 19-ին, որտեղ Հայաստանը կրկին դասվել է
կիսաազատ երկրների շարքին 100-ից 54 միավոր 100 հնարավորից 54 միավոր ստանալով, իսկ ինտերնետի առումով դա արդեն հայտնի փաստ է եւ բազմիցս դրա մասին ասվել է ինֆորմացիոն դաշտում, որ Հայաստանը դասվել է ազատ երկրների շարքին, ստանալով 100 հնարավորից 72 միավոր։ Ընդհանուր առմամբ իհարկե գնահատականները բավարար են, բայց մենք կարծում եմ, որ լուրջ մարտահրավերների ենք բախվելու մոտակա ամիսներին, ես նկատի ունեմ գալիք խորհրդարանական ընտրությունները, ես համոզված եմ, որ իրավիճակը ինֆորմացիոն դաշտում կլարվի շատ ավելին, քան այսօր է լարված, եւ դրա համար եւ արտաքին գործոններ կան։ Մենք գիտենք, որ երրորդ երկրներից մեծ հետաքրքրություն է Հայաստանի ընտրությունների հանդեպ, նույնիսկ մեր ներքին գործերին խառնվելու շատ ակտիվ փորձեր են իրականացվում, այդ թվում նաև ինֆորմացիոն դաշտում։ Բացի դա բնականաբար շարունակում է բևեռացված մնալ մեր լրատվական դաշտը եւ այդ ներքին ինֆորմացիոն պատերազմը ամենևին էլ չի դադարել, հակառակը մոտակա ամիսների ընթացքում դա կթեժանա եւ դա պայմանավորված է դրանով, որ լրատվամիջոցների մեծ մասը քաղաքական համակարգի մաս է դարել եւ այդ քաղաքական պայքարը իրականացվում է հենց այդ լրատվամիջոցների միջոցով, ոչ միայն այդ, իհարկե ես նկատի ունեմ նաև սոցիալական ցանցերը, բայց այդ լրատվամիջոցները պայքարի մաս են կազմում եւ կարծում եմ մոտակա ամիսների ընթացքում մենք ներքին ինֆորմացիոն պատերազմի ականատեսը կդառնանք։ Շատ լավ, շնորհակալ եմ, հարց կա առցանց լրագրողներից, Regions TV-ից Նելի Բաբայանն է հարց ուղարկել, պարոն Մելիքյան, ձեզ կարծես նկատի ունեմ լրագրողական հասարակական կազմակերպություններին ոչ իշխանությունն է սիրում, ոչ ընդդիմությունը, մշտապես նշում են, որ դուք այս կամ այն միջադեպին չեք արձագանքում, վերջերս էլ Ալեն Սիմոնյանն էր դժգոհում, թե լրագրողական կազմակերպությունները լուռ են, երբ հարձակումներ են լինում իշխանության ներկայացուցիչների վրա, ասում են, լռում են այդ կազմակերպությունները նաև ընտրակաշառքների վերաբերյալ թեմաների հարցում։ Ինչ կարող եք ասել սրա մասին։ Դե եթե Ալեն Սիմոնյանը նկատել է, որ ինչ որ թեմայի շուրջ մենք մեր ձայնը չենք բարձրացրել, այսինքն մենք չենք արձագանքել, ուրեմն մեր խոսքը քշիր ունի եւ նշանակություն ունի եւ ամենայն հավանականությամբ Ալեն Սիմոնյանն էլ է հետևում դրան։ Սկսեմ հենց լրագրողի հարցից եւ մի քիչ տնավարի կներեք պատասխանեմ։ Լրագրողական կազմակերպությունները եւ մասնավորապես Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ոչ շոկոլադ են, ոչ էլ դոլար են, որ բոլորին դուր գան եւ կարծում եմ, որ մենք տասնամյակների ընթացքում մեր գործունեության շատ լավ սովորել ենք եւ գիտենք, թե որտեղ, ինչպես եւ ինչ շեշտադրումներով խոսել, որ առիթն է հայտարարության թեմա եւ որ առիթը հայտարարության թեմա չէ, հենց դրանով էլ ուրեմն ես կարծում եմ արժևորվում է մեր խոսքը եւ պետք է ասել, որ ամենևին էլ բոլոր թեմաները չեն, որ հայտարարությունների եւ այլն առիթ ունեն։ Օրինակ լրագրողական կազմակերպությունների թեման չէ այդ ինչ որ ուժի կողմից ընտրակաշառք բաժանելը։ Դա իրավապահ մարմինների եւ իշխանությունների թեման է։ Իրենք պետք է դրան արձագանքեն եւ մենք ակնկալում ենք, որ կարձագանքեն։ Իհարկե, մենք որևէ նորմալ մարդ չի կարող այսպես հանդուրժել եւ ճիշտ համարել այդ գործելավոճը, ես նկատի ունեմ ընտրակաշառք բաժանելը, ոչ մեկը չի կարող դրա հետ համերաշխ լինել ողջամիտ մարդկանցից կամ շահ
այդ գործընթացից ունեցող մարդկանցից, բայց դա ամենևին էլ լրագրողական կազմակերպության թեման չի հայտարարությամբ հանդես գալու համար։ Ես իմ դիրքորոշումը ունեմ, հարց կա, խնդրեմ, ես իհարկե իմ դիրքորոշումը կպատասխանեմ, որ դա դատապարտելի խայտառակ երևույթ է եւ դրա դեմը պետք է առնի եւ իշխանության պարտականությունն է ապահովել դա։ Ավելին ասեմ, որ այս իշխանության արժանինքներից մեկը այս 7-8 տարվա ընթացքում այդ դա էր, որ ընտրակաշարքային ապաշխարաբաժանվող ընտրակաշարքը արմատախիլ արվեց, հիմա նոր մեթոդներ են ման գալիս այդ տիպի քաղաքական ուժերը եւ դրա դեմը նույնպես պետք է առնել, բայց կրկնում եմ, սա լրագրողական կազմակերպության հայտարարության թեմա չի, կամ չգիտեմ, եկեղեցում երիտասարդը ձեռք է բարձրացրել ուրեմն վարչապետի վրա եւ դրանից հետո էլի քաղաքականացված լուսաբանում եղավ, ընդդիմադիր բոլոր լրատվամիջոցները, վայ, այս բալիկը, այս երեխան, հիվանդ է եւ այլն, այն մյուսը բնականաբար ասում է, որ սա հանցագործություն է, ձեռք բարձրացրել է եւ այլն, եւ սա էլի իրավապահ մարմինների աշխատանքն է եւ գործն է։ Իրենք իրենց գործը պետք է անեն եւ ամեն հանցագործության առիթով պարոն Ալեն Սիմոնյանը թող մեզանից հայտարարություններ չսպասի, մենք գիտենք երբ ինչ ասենք։ Մեր հուզող հարցն է եւ բազմիցս դրա մասին խոսել ենք, օրինակ նույն Ալեն Սիմոնյանի կամ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցները, որոնք որ շատ հաճախ ինչ որ ամբողջային վեճերի են վերածվում եւ տարօրինակ տպավորություն են թողում։ Դա իսկապես մեզ հետաքրքրող եւ հուզող հարց է եւ բազմիցս մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել այդ հարցում խորհրդատվական կարգով ուրեմն մասնակցել, աջակցել, որպեսզի դա ավելի քաղաքակիրթ ձևով կազմակերպվի եւ անցկացվի։ Այդ թվում նաեւ որպեսզի խորհրդարանում լրագրողական էթիկան պահպանվի, իսկ պետական պաշտոնյաների, մասնավորապես պատգամավորների կողմից պահպանվի ուրեմն բարեվարկության եւ բարեկրթության սկզբունքները։ Այնպես որ ես կարծում եմ, որ այստեղ մենք ոչ Ալեն Սիմոնյանի, ոչ որևէ այլ պաշտոնյայի խորհրդի կարիքը չունենք, որովհետեւ բավականին փորձառու մարդիկ ենք, մեր կազմակերպությունները տասնամյակներ շարունակ տարբեր ռեժիմների օրոք է աշխատել, մենք 3 իշխանություն ենք ճանաչել եւ շատ լավ գիտենք, թե որ պայմաններում ինչպես աշխատենք։ Պարոն Մելիքյան, ձեր ցուցանիշները նայելով տեսնում ենք, որ հեղինակային իրավունքի կամ այլ վեճերի մասին ցուցանիշ չկա, այսինքն դեպքեր չկան, հա, այս առաջին երամսյակում, բայց վստահ եմ, որ սա չի խոսում այն մասին, որ իրավիճակն ամբողջությամբ կարգավորվել է, հա, դաշտում հեղինակային իրավունքի խնդիրներ չունենք, ինչի մասին է սա խոսում, արդյոք լրատվամիջոցները այլևս չեն դիմում կամ չեն բարձրաձայնում հեղինակային իրավունքների խախտումների առումով, որովհետև մի կողմից տեսնում ենք դատական գործընթացներն են բավական երկար ձգձգվում, մի կողմից չեն կարողանում գործնականում իրավիճակը շտկել, ինչի հետևանք է, որ չունենք սա։ Ես կարծում եմ, որ ցավոք լրատվամիջոցները մեծ հաշվով արդեն համակերպվել են այն իրավիճակի հետ, որը որ տիրում է, այդ copy-paste-երը կարծես թե վատ, բայց նորմ են դարել, բայց մյուս կողմից որոշակիորեն դրանք կարգավորված են եւ օրենքով եւ այդ միջխմբագրական հարաբերություններով, որովհետեւ այն դեպքերում, երբ որ ակնհայտորեն, ասենք, մեծ ջանք պահանջած ինչ-որ մի հրապարակում վերցվում է եւ copy-paste-ը արվում ոչ այն ծավալով, որը որ նախատեսվում է օրենքով եւ միգուցե փոխադարձ պայմանավորվածություններով, դա քննարկման առարկա է դառնում խմբագրերի մակարդակով կամ առանցին լրագրողների մակարդակով, բայց կան դեպքեր, որոնք որ անհանդուրժելի են
Եվ այդ դեպքերից երկուսը հենց անցած տարվա դեպքերն են, երբ մարդիկ իմանալով, որ իրենք խախտում են եւ օրենքը եւ լրագրողական էթիկան, ուղղակի ֆոտոլուր գործակալությունից չեմ ուզում ասել գողանում են, բայց առանց դրա իրավունքը ունենալու վերցնում եւ հրապարակում են եւ ֆոտոլուրը դրա հետ չէր համակերպվում եւ բնականաբար ճիշտ էր անում, որ չէր հավաքերվում, հատկապես, որ այդ խախտողներից որոշները նաև ասում էին մեկ անհանգստացնի ինձ, մեկ զանգի, ինտերնետից են վերցրել եւ այլն։ Մի խոսքով, ովքեր որ չեն համակերպվում, նրանք դիմում են դատարան, ովքեր որ կարողանում են իրենց հարցերը միջանձնային կամ պրոֆեսիոնալ մակարդակով լուծել, այդպես են լուծում, բայց լինում են դեպքեր, երբ ոչ պրոֆեսիոնալ մակարդակով, ոչ օրենքի տեսանկյունից չի ստացվում լուծել եւ այդ դեպքերում են միայն դիմում դատարաններ։ Մանավանդ հիմա ընտրությունների ֆոնին շատ են բացվում նոր կայքեր, նոր լրատվամիջոցներ, սոցիալական ցանցերում լրատվականների անվանումներով էջեր, որոնք չունեն հասցե, հեռախոս հետադարձ կապի հնարավորություն չկա։ Դա օրենքի ուղիղ խախտում է եւ իմիջայլոց անդրադառնալով նախորդ հարցին Արեն Սիմոնյանի վերաբերող, ասեմ, որ այստեղ պետությունը անելիք ունի։ Պետությունը պարտավոր է նախ օրենսդրական կարգավորումներով շատ ավելի պահանջկոտ լինի եւ այդ ելքային տվյալները սեփականատիր չներկայացնելը ֆինանսական աղբյուրներին վերաբերող հաշվետվությունները տարեկան հրապարակելը եւ այլն, այդ ամեն ինչը պետք է լինի։ Այո, հիմա շատ են ավելանում այդպիսի կայքեր, ընդ որում պարտադիր չի կայքել ունենա։ Facebook-ի էջում սոցիալական ցանց է բացվում, պարզապես լրատվամիջոցի ինչ որ անվանումով, որ սովորական քաղաքացին դա դիտարկում է որպես լրատվամիջոց, բայց ոչ կայք կա, ոչ հասցե կա, ոչ այդտեղից ինչ որ մեկը զանգում է, ներկայանում է որպես լրագրող, որին հնարավոր դու այդքան լրագրողների իհարկե դաշտ մտած լրագրողների եւ ոչ լրագրողների հնարավոր չէ ճանաչել, բայց ներկայանում է որպես լրագրող եւ ուզում է մեկնաբանություն վերցնել։ Ասում ես որտեղից ես, ասում է անհայտ ինչ որ մի բան է, փորձում ես մտնել ճշտել, տեսնում ես որևէ կերպ դա չի իդենտիֆիկացվում, ոչ հասցե, ոչ հեռախոսահամար, նայում ես արած գործը ընդամենը մեկ ամսվացներից ընտեղից հավաքած բաներ են, այսինքն զուտ ձևական ինչ-որ փորձում են տեսք տալ այդ հարթակին եւ հասկանալի է, որ այդպիսի հարթակները հնարավոր չէ լուրջ ընդունել եւ պետք չէ լուրջ ընդունել, բայց կրկնում եմ, դա օրենսդրորեն էլ պետք է կարգավորվի։ Բացի այդ էլ օրենքը այսօրվա թերի օրենքը նաև նախատեսում է պատասխանատվություն, վարչական պատասխանատվություն այդ պահանջը չկատարելու համար, որը որ չի կիրառվում եւ ինձ համար շատ տարօրինակ է ամեն անգամ լսել, որ ասենք Ռուբեն Ռուբինյանը հարցը ձեզով է ֆինանսավորում։ Իմ մոտ ուրիշ շատ լեգիտիմ հարց է միջայլոց, բայց մյուս կողմից կարող են շատ ավելի լեգիտիմ հարցեր առաջանում։ Իսկ ինչի դուք տեղյակ չեք։ Ինչի դուք այնպիսի օրենք չեք ընդունել, որ լրատվամիջոցը թափանցիկ լինի, կամ այն օրենքը, որով կիսապրատ փորձում է դա կարգավորել, չի կիրառվում։ Եվ այս առումով արդեն տեղին չի հարցը։ Լրատվամիջոցը թե որտեղից է ֆինանսավորվում, կամ ով է սեփականատերը եւ այլն, պետք է ներկայացնի իր լսարանին, հանրությանը եւ այդտեղ հակառակ իրենք անելիք ունեն։ Օրենսդիրը անելիք ունի եւ իշխանությունը անելիք ունի։ Շատ լավ, պարոն Մելիքյան, դուք նշեցիք, որ մեդիադաշտը շարունակում է մնալ խիստ բևեռացված եւ ընտրությունների ֆոնին, ընտրություններին ընդառաջ ավելի իրավիճակը կսրվի։ Կխնդրեմ ձեր խոսքը թե ընդդիմությանը, թե իշխանությանը, թե լրատվամիջոցներին։ Ես օրիգինալ չեմ լինի, որովհետեւ բոլոր ընտրությունների ժամանակ մենք կոչ ենք արել լրատվամիջոցներին գործել պրոֆեսիոնալ դաշտում, պահպանել լրագրողական էթիկան եւ դրանով իսկ ավելի շատ բարձրացնել վստահությունը իրենց նկատմամբ։
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, ապա իմ կոչը արդեն որպես քաղաքացի եւ որպես ընտրող այն է, որ բոլոր բանավեճերը երկրի առջև ծառացած խնդիրների շուրջ լինեն քաղաքակիրթ։ Նախ այդ բանավեճի կուլտուրան ես կուզենայի, որ հենց այս ընտրությունների ընթացքում ձևավորվեր կամ սկիզբը դրվեր դրա եւ ոչ ոք չխուսափեր այդ բանավեճից։ Դա մի քիչ ուտոպիստական ցանկություն է, որովհետեւ արդեն մենք տեսնում ենք, թե ովքեր կխուսափեն, ովքեր չեն խուսափի եւ այլն, բայց քաղաքական դաշտներ զարգանալու եւ այդ կուլտուրան յուրացնելու շատ մեծ կարիք ունի։ Իսկ գործընկերներին ես ուղղակի կոչ կանեի չվերածվել քաղաքական ակտիվիստերին եւ իրենց մասնագիտությանը հարազատ մնալ։ Շնորհակալ եմ շատ հանգամանալից ներկայացնելու համար, ձեր գործերին հաջողություն, ավարտենք։